Բարև ձեզ սիրելի բարեկամներ, շարունակում ենք ակունք հաղորդաշարը, շարունակում ենք ներկայացնել մեր ազգային մշակութային արժեքները։ Այսօր ձեզ պիտի ներկայացնեմ մի շատ հետաքրքիր ազգային մեր արժեքներից օրինակ, որը շատ բացառիկ է եւ այնպես բացառիկ է, ինչպես անցած անգամ ներկայացրեցի մի բացառիկ հեքիաթ, հազարանհավ հեքիաթը, հետո ներկայացրեցի այդ հեքիաթի մեկնությունները։ Խոսքը հացի երգերի մասին է։ Հացի երգեր ասելով հասկանում ենք հացի արարման բոլոր փուլերի երգերը։ Ես այդ մասին գիրք եմ գրել, 90 թվականին հրատարակվել է, կոչվում է Երկու հաց։ Ընդհանրապես հացի քաղաքակրթությունը հետաքրքրում է ամբողջ աշխարհին, դա միայն մեր ազգային արժեքը չի, այլ համաշխարհային արժեք է, որովհետև ընդհանրապես քաղաքակրթության ծագման, քաղաքակրթության զարգացման աստիճաններից մեկն էլ կապում են հացի մշակույթի հետ։ Այսինքն հացի այդ մշակույթը կարևորագույն դեր է խաղացել մարդկության քաղաքակրթության զարգացման համար, երբ մարդը մշակել է հողը, դարձել է նստակյաց եւ վարել է հողը, ցարել է սերմը, մի խոսքով հացն է արարել։ Հացի արարումը ունի տարբեր փուլեր։ Որպեսզի հացը ստանանք, հայտնի է ձեզ, պետք է սկզբից հողը վարեն, փխրեցնեն, գութանով, եզները լծած վարել են առաջ, գութանը ունի խոբ, սուրծայր, որ հողը փխրեցրել է, հետո այդ ակոսների մեջ ցանում են սերմը, ցորենի սերմը կամ գարու սերմը, գարուցել են հաց թխել, ապա սկսվում է տափանել նշանակում է, որ պետք է սերմը ծածկվի, դրա համար ուրեմն կար մի փայտից սարքած տափակ, այսպես փայտերից սարքում էին տախտակներից եւ տակը սուր քարեր էր դրված, մի խոսքով դա քաշում էին, սուր քարերը հատկապես կալի համար էր, բայց այստեղ տափանելու համար այդ տախտակներով քաշում էին հողի վրա եւ հողը արթեցնում էր, կոչվում էր տափանել։ Դրանից հետո սկսվում էր ուրեմն ծլելը, ցորենը արդեն երբ որ սկսում էր ծլել, դաշտը քախանում էին, ավելորդ բույսերը, մոլախոտեր եւ այլն հանում էին, որ չխանգարեն, որից հետո գալիս էր հնձելու ժամանակը, երբ ցորենը հասնում էր, հնձում էին, հնձելուց հետո սայլով կրում էին կալատեղ, գյուղ, կալատեղը դա կալ նշանակում է, որ կարսել նշանակում է ցորենը հարդից առանձնացնել, հենց ցողունը որ կա, ցորենը հարդից առանձնացնել։ Տանում էին կալատեղ եւ կալատեղում ահա այդտեղ տախտակներ կա, տակը սուր քարեր, որը եզները լծած պտտացնում էին եւ այդպես տրորում էին այդ ցողունները տրորում էր այդ սարքը, այդպես ասենք, որի տակ սուր քարեր կան, եւ ծղոտը առանձնանում էր ցորենից, որից հետո պետք էր էրնելը բահով, բահի նման թի կար, դրանով ցորենը տալիս էին քամուն, գցում էին օդ, քամին թեթև ցողունը տանում էր մի կողմ, իսկ ցորենի հատիկները ընկնում էին ներքև եւ այդպես առանձնանում էր ցորենը ցողունից։ Էրնելը, այսինքն քամու դիմաց այդպես գցում էին օդ եւ երբ որ արդեն ցորենը առանձնացած կար, տանում էին ջրաղաց, աղալու, ցորենը աղում էին, որից հետո թոնրինում թխում էին հացը, լավաշը եւ այլն։ Ահա այս բոլոր փուլերը, հացի արարման բոլոր փուլերը ժողովուրդը ուղեկցել է երգով։ Ամեն փուլ ունեցել է իր երգը։ Եղել է գութանի երգը, ցանելու երգը, տափանելու երգը, հնձելու երգը, սայլով կրելու երգը, կալատեղում կարսելու երգը, աղալու երգը եւ հացը թխելու երգը։ Հայ այստեղ պետք է ասեմ, որ հայ ժողովուրդը աշխարհում միակ ժողովուրդն է, որ պահպանել է հացի արարման բոլոր փուլերի երգերը։ Իսկապես որևէ տեղ գոյություն չունի
հացի արման բոլոր փուլերի երգերը եւ դա պատահական չէ, որովհետեւ ցորենի մշակույթը մեզ մոտ ձևավորված է շատ վաղուց Շորբուլախում սովետական միության տարիներին դեռ հայտնաբերեցին մի արտ, որը 11000 տարվա պատմություն ուներ ցորենի արտը եւ տարբեր տեղերից գիտնականներ եկան ուսումնասիրելու։ Ահա այսօր ես ձեզ պիտի ներկայացնեմ այդ փուլերը հացայի արարման իրենց երգերի հետ միասին։ Այդ երգերի մեծ մասը գրառել է Կոմիտասը, գյուղերից, գյուղացիներից։ Ընդհանրապես Կոմիտասը այդ հողագործի երգերը անվանում էր բնության երգեր։ Անվանում էր բնության երգեր, որովհետև համարում էր, որ դա բնությունն է երգում մարդու մեջ, այնքան բնական է շինականը, երբ աշխատում է, այնքան բնական տարերքի մեջ է, որ նրա մեջ այդ եղանակը արթնանում է բնությունից։ Ասես, պատկերավոր ասած, ասես հողը երգ ունի եւ հողի այդ երգը փոխանցվում է գեղչուկին եւ դա իսկապես բնական երգն է։ Այս բանը հետարքիր է առաջի անգամ ոչ թե հասկացել էին երաշտագետները, թե պետք Կոմիտասը հոդվածել ուներ գրած հենց այդ հողի երգի գութաներգի մասին, այլ առաջինը նկատեց Կոմիտասի մոտ այդ նրբությունը նկատեց առաջինը Մարտիրոս Սարյանը, նկարիչ։ Սարյանը գրեց, որ լսելով Կոմիտասին ինքը հասկացավ, որ սարերը երգ ունեն, հասկացավ, որ հողը երգ ունի եւ հողի ձայնը, այդ ելևեջը այդ ձայնի փոխանցվում է հայ գեղչուկին եւ արտահայտվում հայ գեղչուկի միջոցով։ Ահա թե ինչու գութանի երգը, այսպես ասած, շակերտավոր մի քիչ տարօրինակ է հնչում։ Երբեմն օտարների մոտ երբ երգել եմ կամ լսում են, ասում են, սա ինչ է, սա երգ է թե մի ուրիշ բան է, եւ այդտեղ ես միակ բացատրությունը, որ կարող եմ տալ, ասում եմ, դա այդպես վայրի է եւ մի քիչ տարօրինակ է, որովհետեւ դա հողի երգն է, դա հողի ձայնն է։ Ահա սկսենք սկզբից։ Նախքան գութանի երգը, վարելու երգը, կա նախավարի երգ, որ շատերդ լսել եք։ Նախավարի երգ նշանակում է, երբ գնում են դաշտ վարելու, առավոտ շուտ կամ գիշերով երգում են այդ երգը։ Ճանապարհին Բարի լուսո ասխերեված, աղոթարան դռներնի բաց, բարով բացվեր լուսաղոթրան, Սացենք սարված է թանգութան, բարով բացվեր լուսաղոթրան, լծենք սարված էր թանգութան, կուտնի թախում նմուշ, նմուշ, չկերված տաքան ծենանուշ, Աշխարհի շենվեր գուտնիներ, գութանչելներ աշխարհն ինչեր։ Այսքան գեղեցիկ երգ, գութանչելներ աշխարհն ինչեր։ Երբ հասնում են վարելու տեղը, արդեն այնտեղ երգում են գութանի բում վարելու երգը։ Իմիջիայլոց տարբեր երգեր պահպանվել են Հայաստանի տարբեր շրջաններում, օրինակ այս նախավարի երգը վասպուրականում են երգել, բայց բուն գութաներգերը ավելի շատ վարելու երգը երգել են հատկապես Լոռիում, երգել են Արցախում, երգել են Տաուշում։ Լոռու գութաներգը, որ ասում է հենց հողի երգն է, Կոմիտասը աշխատություն ունի, գիտական, մանրամասն վեր է լուծել այդ երգը թվերով, թե դրա մեջ ինչ օրինաչափություններ կան, ասում են այնտեղ 5 թիվն է, գլխավորը, որովհետև ռիթմը 5 է, տա 5 հատ ելևեջ կա գլխավոր, որ իջնում է, տաղաչափությունը 5-ի է բաժանված, եւ այս 5 թիվը ասելով ինքը ասում է, որ տեսեք, որ սա բնական երգ է, բնության օրենք է մեջը հայտնաբերում Կոմիտասը։ Ահա ես ձեզ կներկայացնեմ այդ երգից մի տունը,
եւ լոռու գութաներգը ունի տարբեր հատվածներ, որոնք վերաբերում են գործողության տարբեր մասերին, որովհետեւ շինականի երգը այդ վարի երգը անմիջապես կապ ունի գործողության հետ, թե ինչ է անում նա։ Եթե ասենք այդ պահին վարում են ակոսները, հնչում է այդ երգը, բայց երբ պիտի ակոսը վերջանա պտտվի, գոմեշներին արագացնում է, որ շուտ արեք արդեն պտտվեք, այդտեղ երգը արագանում է, կամ երբ գոմեշները հանգիստ են առնում, փաղաքշական մասն է գալիս։ Ահա այդ երգը։ Օրհինյալ է Աստված, հիշյալ է Աստված, յոա, Պրերեգոմեշ, յոա, տարագոմեշ, յոա, արհագոմեշ, յո, լուսացավ, պարքեստեր, բարի շատացավ, Prere-jan ho pro prugi-jan horolai kematach shimal-jan horolai horolo hoidu selahoa hoidu selahoa hoidu selahoa Hoi ravela hoa, hoi ravela hoa, hoi ravela hoa. Ho tu selav ho. Սա շատ երկար երգ է։ Այս երգը երգել են միջև լուսանալը գիշերը երբ բարել են, անընդհատ բառերը փոխելով, նույնիսկ այդ ժամանակ երգողը կարող էր իմպրովիզ անել, ասենք տեսնում է գյուղի մեջ մի ճրագ է վառվում, անմիջապես գյուղացին մտածում է թե հարսը բարձրացավ երեխային երևի երեխան լացես նայ եւ հենց այդ գութանավարի դաշտից որ տեսնում է այդ ճրագը երգում է այ այն լուսը վառող հարսին եմ ասել հա ուտեց անմիջապես կարող է ամեն անգամ փոխվել գութանի բառերը մենք գիտենք հիմնականում գութաներգը ամենահայտնի հենց այս լոռու գութաներգն է ճիշտ ամենահին գութաներգը Եվ գիտենք, որ օրինակ Արցախի գութաներգը կատարածված, որը ուշ շրջանի է, երբեմն շփոթում են Արցախի գութաներգի բուն գութաներգի հետ, բայց դա ուշ շրջանում ստեղծված գութաներգ է, դա այդքան էլ բուն հայկական հինը չի, օրինակ այն գութաներգն է, որ ասում է ձերքիդ ճպոտը ճապկիա, կամ աստխի եզահանը, հալավատ մեջ կեցավ կտա, Էտ ապահում խիզանը հո արա հո ապին մատախ ապունդալուն կուճուր հո տախ հո ասա Արցախի գութաներգն է որը շատ ուշ շրջանի է հինը չի իսկ կա Արցախի հին գութաներգը վարանդայի գութաներգը որ կոմիտասն է գրառել դա սա է Ցիկտո քաշի այեզը արահո 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 Սա վարանդայի գութաներգն է Գութանավորներին հաց տանելու երգն էլ կա, երբ գութանավորները աշխատում են, աղջիկը հաց է տանում եւ այդ հաց տանելու երգը երգում է ինչպես Արցախ դաշտերում եւ այդ երգի մեջ ասում է գութանը հաց եմ բերում, երեսը բաց եմ բերում, տես քեզ որքան եմ սիրում, ձուկը տապկած եմ բերում, այսօր գութանը մերն է, մաչ բռնող իմ հերն է, եզնարած շեկլիկ տղեն աշխարհ գիտի իմ տերն է Գութանը հաց եմ բերում, երեսը բաց եմ բերում,
ես քեզ որքան եմ սիրում ձուկը տապկած եմ բերում այսքան գեղեցիկ երգ Ուրեմն գութանը վարելուց հետո սկսվում է այդ ցորենի ցանելու երգը Հիմա այստեղ ցորենի ցանելու երգը արդեն լորվա շրջան չի արևմտյան Հայաստանի կոմիտասն է գրառել եւ այս երգը երբեք չի երգվել հիմա ակունք խմբին սովորեցրել եմ ակունքն է երգում երևի առաջի անգամ կոմիտասի այս երգը այսօր պիտի լսեք ցորեն ցանելու երգը ցորեն եմ ցաné ցորեն եմ ցաné խտարտի ափան խրտարտի ափան հելեր բարձրացեր ելեր բարձրացեր դեմարեգական ցորեն եմ ցաné ցորեն եմ ցաné տեսա երկար երգում են ցանելու ընթացքում ես մոռացա ասեմ որ մենք հացի երգի վերաբերյալ հացի արարման փուլի վերաբերյալ նաև մեր պոեզիայում ունենք բացառիկ նմուշ Դանիել Վարուժանը գրեց հացի երգը շարքը սկսած վարելուց միջև հաց թխելը այդ ամբողջ շարքը գրեց տափանը ցորեն ցանելը սայլերով կրելը եւ այլն ամեն ինչ մանրամասն գրեց մի հրաշք ամեն մի փուլի համար մի բանաստեղծություն գրեց եւ դա Դանիել Վարուժանի վերջին գործն էր նրան ակսորեցին 15 թվականին նա չավարտեց այդ գործը որովհետեւ դեռ էլի մի երկու գլուխ պիտի ավելացներ մի երկու բանաստեղծություն էլ պիտի ավելացներ փաստորեն իր ամենավերջի գործն էր եւ ուզում եմ այս ցորեն ցանելու պահի վերաբերյալ կարդալ իր բանաստեղծությունը մի հատված որը շատ գեղեցիկ է Դանիել Վարուժանի մոտ այդ հացի արարման փուլերը համեմատվում են տիեզերքի հետ ասես մարդը տիեզերքի հետ միասին արարում է մի հրաշք բան եւ մարդը տիեզերքի մի մասնիկն է եւ այդ հողագործությունը ինչ որ երկրի վրա կատարվում է նաեւ տեղի ունենում ամբողջ տիեզերքում տեսեք սերմնահողն է հաղթահասակ կկանգնի մայրամուտին շողերում մեջ ոսկեթույր ոտքին արչև անդաստաններն հայրենի կտարածեն մերկություննին անպարույր լի ամբողջ ցորեններով աստղահատ խորուն գոքնոցն հերկերն հերվան ծարավի կսպասին իր լայն շիբուրին եւ բուրըն այդ արտերի վրա զերտ արշալույս կբացվի Ահա այդ բուրը որ բացում է եւ ցորենը շաղ է տալիս ասում է արշալույսի արևի արշալույսի պես է բացվում Մշակ ցանե հանուն տանը ցեղանին Թևից շարժումն անպարագիս թողլա վաղնս նետած ցորենները այդ քթափին օրնյութան պես թորնիկներուդ գլխում վրա մշակ ցանե հանուն նոթի թշվառին թող գոքնոցեդ կես չելե ափդ բնավ աղքատ մայսոր ճրակին մեջ տաճարին վաղվան հունցքիդ համար վերջին ձեթը դրավ մշակ ցանե հանուն տիրոջ նշխարին թող մատները թորդին սերմեր լուսեղեն վաղ ամեն մեկ հասկին մեջ կաթնային պիտ հասումնա Հիսուսի մարմնեն ցանե ցանե նույնիսկ հերու սահմանեն աստղերու պես ալիքներու պես ցանե Սիտերն ինչ փույթ թե հատիկներդ կավարեն տեղ աստված պիտի մարգրից սերմանե լեցուր ակոսն հորդե հերկերը բերի հողին ծոցեն ոսկի լույսերը թոխոսին օրը ահա կիրիկնանակ երկարի շուքը թևի հորիզոններն աստղային ցորենը ցանելուց հետո սկսվում է տափանը որ ասեցի պետքա քաշեն այդ տափանը
որը տախտակներով սարքած այսպես մի սարք է, որպեսզի հողը հարթեցնի եւ հողը ծածկի ցորենը։ Տափի հատափի չալանք, տափեցելով արտկեսելով չալանք, հահորովել չալանք, հահորովել չալանք, չալանք եզին է դիմում, որը քաշում է այդ տախտակները։ Տափանելուց հետո, երբ ցորենը սկսում է հասունանալ, հայերը ունեն երգեր, որպեսզի երաշ չլինի։ Այդ երգերով ասես կախարդում են բնությանը, համարում են կախարդում են բնությանը, որ անձրև գա եւ երաշ չլինի։ Օրինակ Սիսիանում ուրիշ բան էին անում, Սիսիանում դեռ 19-րդ, 20-րդ դարում կանանց լծում, երբ որ երաշտ էր սպասվում, հանգարց վտանգ կար, կանանց լծում էին գութանին, կանանց, եւ առում վարում էին, ասես չարքին խափեն, որ մոլորվի եւ երաշ չանի, որ առուն են վարում, ոչ թե վարում են հողը, այլ առուն եւ կանանց են լծել գութանին, այսինքն սա ինչ է կատարում եւ գիտեք կա դրա ֆոտոն, կա պահպանված դրա ֆոտոն, Ստեփան Լիսիցյանը իր աչքով տեսել է ինչպես են կանայք լծված գութանին եզների նման առում վառում եւ ֆոտո է արել եւ այդ ֆոտոն հրատարակվել է Ստեփան Լիսիցյանի գրքում։ Իհարկե հիմա այս գենդերային հավասարության պայմաններում այսպիսի բան եթե իմանային, երևի կազմակերպություններ դուրս գային, ասեին կանանց ճաշում եք, դրել եք վարելու առանց հասկանալու դրա ծիսական խորհուրդը եւ այդ գեղեցիկ ավանդությունը։ Այդ երգերից է ձեզ շատ հայտնի, շատերի ծանոթ, այդ կախարդելու երգերից, որպեսզի անձրև գա, Հանիկ Նինար երգը։ Տիկնիկ էին սարքում, այդպես, եւ այդ տիկնիկը ման տալով երեխաները հատկապես տնետուն էին գնում եւ երգում էին այդ երգը, որ անձրևաբեր երգը, որպեսզի անձրև գա։ Հանիկ Նինար է Նինար, Ջանիկ Նինար է Նինար, ով չթռնազի դապարոդներ կոդրինքից նակար, ախ Նինար, Ջան Նինար, Հանիկ Նինար է Նինար, Ջանիկ Նինար է Նինար, ախբեր ես կախշուն, ինչ ես բարձել քո իշուն, խունքին ու աբրշուն, վիրկը տանես բզեզին, բզեզ ետես արերուն, բուրդ գգզե գիլերուն, թելկը մանե հավքերուն, շորկը կարե ճրժերուն, ախ Նինար, Ջան Նինար, Հանիկ Նինար է Նինար, Ջանիկ Նինար է Նինար, ով չթռնազի դապարոդներ կոդրենքից նանար, ախ Նինար, Ջան Նինար եւ այլն։ Նաեւ ասում են ալա պիտիկն ինչ կուզե, երկնքեն անձրև կուզե, աղամանեն ախ կուզե, տուր Աստված տուր, մատրաբազին աչքը կուրնա, տուր Աստված տուր։ Սա էլ արևմտյան Հայաստանում են երգել։ Եվ այս ցորենը երբ արդեն հասունանում է, գալիս է քախանելու ժամանակը, այսինքն այդ ընթացքում դեռ չասած քախանում են, եւ կա Կոմիտասի քախանի երգը, Գարնանգութան հանեցի արնայ, արտը ցորեն ցանեցի, սոնայ արնայ, քախան կանեմ հոբարով, յարնայ, տոլմակեփեմ բիբարով, Սոնայ արնայ, տոլմակեփեմ բիբարով, Սոնայ արնայ, ուրեմն քախանը ասեցի, որ նա է, երբ ավելորդ բույսեր, մոլախոտեր քախանում են հողից, վանում, երբ արտը փոքր էր, այծերին հենց մցրել են դաշտ, իբր որ այծերը հենց այդ մոլախոտերն են, գրել այդպես դա Բդոյանն է գրում։
Ուրեմն հունձի ես ասեցի որ Դանիել Վարուժանը ունի այդ հունձի բոլոր մանրամաս գրած ամեն մեկին բանաստեղծություն եւ ահա ունի հասուն արտը որ արդեն արտը հասավ որտեղ ասում է արտս ոսկուն է նման բոցերու ցորենն է բռնկեր առանց այրելու արտս ոսկունն է երկինքն է կրակ հողը խորորձած սղոտներուն տակ արտս ոսկուն է քարաշար հասկեր քարաշար սաթով արև են հակեր արտս ոսկուն է բոր մեղու պիծակ քիստերուն մեջեր կաստին զերտ փայլակ արտս ոսկուն է մերտկել է հովեն դեղձանիկ մթիր ոսկեցուկ ծովեն օրոր ոսկուն արտ, օր տուր հասուն արտ, կամ ոսկի թնձեմ մանգաղով արծատ։ Եվ հուցքի երկը, հիմա ես ստեղ նայեմ, իմ գիրքն է, բայց բաներ կա, պետք է վեր հիշեմ։ Հունցքի երկը հեհոպ երկն է, Ահա, սա է։ Ուրեմն հունցքի երկը հենց ասեցի ամեն երկ աշխատանքի հետ է կապված, նկարագրում է այդ աշխատանքը եւ հունցքի երկը պիտի նման լինի այդ հունցքի եւ գերանտիով հնձում են այդ աշխատանքին։ Դրա համար ասում է լանջի հովին հեհոպ այդ գերանտիի շարժումն է հեհոպը։ Այս երկը լանջի հողին հեհոպ հացնակողին հեհոպ ուտեմ համեմ հեհոպ ցորեն ծամեմ հեհոպ լուսնագիշեր հեհոպ տափակ կտեր հեհոպ աննախանում հեհոպ քունը տատանում հեհոպ Կամ մի այլ երկ, մեր տան հիտև հասած գարի, քանի քաղեմ հովը տանի, քանի քաղեմ հովը, դա ավելի նոր երկ է, այդքան հին երկ չէ, այս մեր տան, ավելի շատ հունցքի երկը հենց այդ հեհոպ երկն է, որ նման է հունցքի երկին։ Հունցքից հետո գալիս է հունց կրելը, հնձելուց հետո բարձել են սայլերին դեզերը և տարել են գյուղ։ Ահա այդ ճանապարհի երգերը կան, որոնք շատ գեղեցիկ երգեր են և երբեմն մարդիկ լսելով այդ երգերը, օրինակ հոլ արա եզո երգը հայտնի հոլ արա եզո ջան ախպեր ջան շատերը լսած կլինեն շփոթում են Գութանի երգի հետ և երբեմն հեռուստատեսությամբ էլ այդ երգը Կոմիտասի գրառած այդ երգը երբ հնչում է, ասում են Գութանի երգ չի։ Այդ հոլ արա եզոն հենց սայլի երգն է։ Հոլ արա նշանակում է հոլը պտտացրու, այսինքն ակերը պտտացրու շուտ գնա, եւ դա ճանապարհի սայլի երգն է։ Սայլերի այդ սայլերքի սայլով կրելու երգի բանաստեղծությունը Դանիել Վարուժանի ուղղակի մի հրաշք է, ես չեմ կարող չկարդալ, պիտի կարդամ։ Գյուղին ճամփեն սայլերը կերթան հունցքով բեռնաբարձ, մայրամուտին մեջ շարժում բուրգեր են, ճաճաչներ հագած, թխադեմ տղաներ դեզերուն վրա, կխթանեն մերտ մեղծի եզներուն կողը սրսփում, կողը լուսաշերտ, գոմեշներ համար, նաև կարկառած իրենց մութ լեզուն, կքանդեն օրան, որ կհեղեղվի իրենց նուսերուն, ցորեններն իլյուղ պերճ արյունին մեջ իրիկնադեմին, նոր պսակ կելնեն պսակի վրա անոց եղջուրին, ճամփան արտերեն կալերը միջև, կծփա հասկով, քանի որ ցորենները թափվում են, ասում է արևի շողերի պես ծփվում է հասկով ճամփան։ Զորուշ մնացած հավեր կկրկրեն զվարթ կտուցով եւ այդ թափված ցորենները հավքերը ուտում են։ Ճամփան խարտյաշ է, կարմիր է ճամփան, որուն եզերքին արյուն կծորե չափազանց հասուն փոշոտ մորենին, սայլերը կերթան անդորության մեջ աղաղակելով, կտանին արև, հրդեհ կտանին հսկա դեզերով, արևի հետ է համեմատում։ Եվ ահա սայլի երգերը, որ շատ գեղեցիկ երգեր է, Կոմիտասն է գրառել, մի քանի շատ սայլի երգեր է գրառել, ես դրանցից մի երկուսը կերգեմ հիմա։
Հոլարագոմեշ ջան, հոլարագոմեշ ջան, հոլարագոմեշ ջան, հոլել, 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 հոլել ջան, հոլել, 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 հոլել ջան, Թոլարագոմեշ ջան, թոլարագոմեշ ջան, թոլարագոմեշ ջան, հոլել, 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 հոլել ջան, հոլել, 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 հոլել ջան, Մարալ գոմեշ նասկանե դեյել ել դեյել ել դեյել ել պոչա պատատե թոսկանե դեյել ել դեյել ել Yel, ho yel, holara yezo can ah ber can ho, tolara yezo can ah ber. Դեսիրու ել, 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 դետոկան ել, 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 դեսևո ել, 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 հո, Սայլով կրում են դեզը, ծորենը և տանում են կալատեղ։ Կալատեղը նա է, որ ասեցի, որտեղ պետք է ծորենը տրորեն, որպեսզի այդ ծղոտը հատիկից բաժանվի։ Դրա համար կալատեղում եզները լծած, կամն են կապում եզներին, կամը այդ տախտակներից սարքված ուրեմն սարքն է, որի տակ սուր քարեր են ամրացված և երբ որ կամը գետնի վրա պտտվում է, տրորում է ծղոտը և ջարդում այդպես ասած և առանձնանում է հասկերը ցորենից։ Եվ այդտեղ նույնիսկ ունենք նորից պահպանված երգը, որ կոչվում է կալի երգ։ Այսինքն ասում է պտտվի, հասկերը ցորեն արա, առանձնացրու ծղոտից հատիկները հո ռո լո 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 արի արի քեմատախ հո եզո ջան հո ռովել հո հո ռովել հո Հակալարա մանարա հո եզո ջան հո ռովել հո հո ռովել հո հաշանը դարմանարա հասկերը ցորեն արա պրերը հոմ պրերը ջան Այստեղ պրե գոմշի ձայնի նմանակումն է, երբ ասում է պրերը հոմ պրերը ջան նմանակում է գոմշի ձայնն է նմանացնում իր ձայնն է անում, այն ժողովուրդը կասեր տնազն է անում կարծես գոմշի Ցորենը կա առանձնացնելուց հետո արդեն հատիկները ինչ պիտի անեն, պիտի տանեն ջաղացը աղալու եւ ջաղացի աղալու երկու երգ էլ ունենք, երկու երգ կա, մեկը
Ճաղացս մանի յար սիրավոր եմ ձունը անուշ կտանի յար վիրավոր եմ միջի գուրը կբանի սար սիրավոր եմ աղբերը սարի ծերին յար վիրավոր եմ ճաղացս մանի աղուն հաճախ չխկա թորենը այլուրանի հայ հագրգրա ջաղչի քարեր չխչխկան աղուն հաճխ քունս անուշ կտանի հայ հագրգրա աղբեր ջան խուրջինդ բեր հայար սիրավոր եմ հացենք լույսը ալուրի յար վիրավոր եմ եւ այլն եւ մյուս երգը Կոմիտասն է գրառել ջաղացս մանի ինչպես ասեցի կար այդ հոլարա պտտվել նշանակում էր սայլի երգում ակերը եւ մանի նույնպես նշանակում է պտտվել դրա համար մանել իլիկ մանել այդ իլիկը որ պտտասում են դրա համար այդ մանի բառը նաեւ կա իլիկ մանելում իսկ ջաղացը մանի ջաղացի քարերն են պտտվում որպեսզի ցորենը տրորում են դրա համար ասում է ջաղացս մանի Կոմիտասի գրառած երգը Ճաղացս մանի սակոյի քունը տանի լուսնակը պահեր մհտեր որ սաթոն գնաց բանի հայտարան յարնանանայ սաթո ջան յարո ջան յարնանանայ սաթո ջան յարո ջան ջաղացս մանի ջաղացի դուր ման չկաղբորը իման քրոջը քաշին տարան միրոջ քրոջը քաշին տարան հայ աման յարավնանայ սաթո ջան յարո ջան յարնանանայ սաթո ջան յարո ջան դե այդ ժողովրդը տարբերակներով երգել է մեջը կատակային իմաստել կա ասում է ջաղացը ուրեմն աշխատել է քրոջը տարել են վրան ինքը տեղյակ չի եղել այնքան է ուրեմն տարված եղել ջաղացով կամ քնած ջաղացի այդ ճղճղոցի տակ մարդու քունը տանում է չէ եւ եկանք հաց թխելու պահին արողությանը նաեւ ունենք ուրեմն հաց թխելու երգը կանայք են հաց թխում փռում եւ ասում է կրակը թռավ քարից երի երվա օյ ես կվառվեմ քո դարդից երվա թուխոջան եւ այս կվառվեմ քո դարդից կրակը թռավ քարից ես երվա այստեղ իր սերը սիրուց վառվելը սիրո կրակը համեմատում է թորի կրակի հետ Ինչպես թոնրում ուրեմն կրակը տեսնում է վառվում է եւ երվում է, այդպես էր սիրուց երվել։ Կրակը թռավ քարից երի երվա օյ ես վառվա քո դարդից երվա թուխո ջան ես կվառվեմ քո դարդից երվա յարո ջան կրակը թռավ քարից երի երվա օյ Ես կվառվեմ քո դարդից վառվա թուխո ջան ես կվառվեմ քո դարդից վառվա թուխո ջան կրակը թռավ քարից երի երվա օյ հաց կթխեմ գարիա երի երվա օյ Ես ինչ դժվար տարիա երվա թուխո ջան ես ինչ դժվար տարիա երվա յարո ջան ծովահարել մեր դաշտը երի երվա օյ ծովահարել մեր դաշտը երի երվա օյ
լիքը հացա մեր տաշտը երվաշեկո ջան լիքը հացա մեր տաշտը երվաթուխո ջան ասա հացի երգի շարքից Դանիել Վարուժանի ամենավերջին բանաստեղծությունը, որ պահպանվել է, դա հայտնի Անդաստան բանաստեղծությունն է։ Անդաստանը այսօր մի ծես է, որ այսօր կա նաև մեր եկեղեցու մեջ։ Եկեղեցին անում է Անդաստան ծեսը։ Օրհնում է աշխարհի 4 կողմերը։ Հողը, բերքը, աշխարհի 4 կողմերն է օրհնում։ Եվ այս Անդաստան ծեսը անշուշտ մեր եկեղեցու մեջ մնացել է հնագույն ժամանակներից, դեռ նախաքրիստոնեական ժամանակներից եկող ծես է աշխարհի 4 կողմը օրհնելը, եւ այս աշխարհի 4 կողմը օրհնելը ոչ միայն մեր ժողովրդի մեջ է պահպանված, այլ պահպանված է նաև այլ ազգերի մեջ։ Թարապես հողը օրհնելը, հողին երկրպագություն անելը եւ աշխարհի 4 կողմերը օրհնելը տարածված է հին աշխարհի ազգերի մեջ։ Ահա Դանիել Վարուժանի այդ հրաշք բանաստեղծությունը Անդաստան դիմում է աշխարհի 4 կողմերին՝ արևելք, արևմուտք, հյուսիս, հարավ։ Արևելյան կողմն աշխարհի խաղաղություն թողլա, ոչ արյուններ քրտին քոսին, լայն երակին մեջակոսին, ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի, օրներգություն թողլա։ Արևմտյան կողմն աշխարհի բերիություն թողլա, ամեն աստղեցող կայլակի ու ամեն հասկ ձուլե ոսկի եւ ոչխարներն երբ սարին վրա արածին ծիլ ու ծաղիկ թողլա։ Հյուսիսային կողմն աշխարհի առատություն թողլա, ոսկե ծովուն մեջ ցորյանին հավետ լողա թող գերանդին ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի բերկրություն թողլա։ Հարավային կողմն աշխարհի պտղաբերում թողլա, ծաղկի մեղրը փեթակներուն, հորդի գինին բաժակներուն, ու երբ թխեն հարսերը հացը բարի, սիրերգություն թողլա։ Ահա Դանիել Վարուժանի վերջին խոսքը։ Սա իհարկե հիմն է, որ կարող է լինել Հայաստանի հիմնը, եւ գուցե գա ժամանակ, եւ ես սա եմ ընտրել Հայաստանի հիմն, եւ երաժշտություն էի գրել հենց մեր հին եղանակների հիմքով այս հիմնի վրա, եւ այն ժամանակ, երբ որոշվում էր Հայաստանի հիմնը, ես առաջարկեցի այս հիմնը, եւ սա էլ անցավ։ Եվ առաջին հանրապետության հենց անկախության օրը, մայիսին, Հայաստանի Հանրապետության հրապարակում որպես պետական հիմն հնչել է սիմֆոնիկ օրկեստրով եւ երգչախմբով Լևոն Տեր-Պետրոսյան հրապարակում կանգնած այս հիմնը։ Հետո փոխեցին այդ իտալական այդ աղջկա երգի թարգմանած ուրեմն բառերով հիմնը, որ այսօր կա, որի եղանակը եվրոպական մանկապարտեզի եղանակ է։ Այ լա 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 լա, որը հայ երաժշտության հետ կապ չունի։ Երբ ասում են սա ավանդաբար փոխանցվել է, ես հարց եմ տալիս։ Ասում եմ երաժշտությունը լեզու է, ազգային երաժշտությունը, ինչպես խոսելու լեզուն։ Ոչ մի տարբերություն, մեր երաժշտական լեզուն ոչ մի բանով չի զիջում մեր խոսելու լեզուն, դա մեր ինքնությունն է։ Դուք կհամաձայնվեիք Հայաստանի հիմն հնչեր ոչ հայերեն բառերով։ Այդքանը չեն գիտակցում, խոսում են ուրիշ բաներից։ Հապա ինչու պիտի համաձայնվեք, որ մեղեդին հայերեն չլինի։ Ինչի մեղեդու լեզուն, երաժշտական լեզուն պիտի լինի օտար, բառերը հայերեն, դա էլ չի բռնում իրան, հայերեն բառեր օտար մեղեդի, ինչ-որ քաոս է ստեղծվում։ Այդ դեպքում բառերն է փոխեք, դարձրեք իտալերեն, հենց բառերով էլ երգեք, ինչ եք փոխել։ Եվ ես անպայման կերգեմ հիմա ձեր համար մի երկու տուն հենց այդ հիմնից, որ ես հզոր եւ այդ հիմնի այս մեղեդու մեջ, որ ես երգում եմ, երեխաները դպրոցում Մխիթար Սեբաստիացի դպրոցում շատ հեշտ երգում են, որ թվում է բարդ երգ է, եւ այս մեղեդու մեջ կա մեր հին լադերը, մեր հին հնագույն նախաքրիստոնեական շրջանի երաժշտության ձայնեղանակները, լադերը կան տարբեր։
Արևելյան կողմն աշխարհի խաղաղություն թողլա, խաղաղություն թողլա, ոչ արյուններ քրտին քոսին, լան երակին մեջ ակոսին, ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի, օրներգություն թողլա, հարավային կողմն աշխարհի պտղաբերում թողլա, պտղաբերում թողլա, ծաղկի մեղրը փեթակներուն, հորդի գինին բաժակներուն, ու երբ թխեն հարսերը հացը բարի, ծիրերգություն թողլա։ Ահա ձեզ հիմն, ես երկեցի առաջի և վերջի տունը։ Այսպիսով եզրափակենք հացի երգի, հացի արարման այս շարքը, որը հայ մշակույթի գանձերից է, տարածված չէ մեր ժողովրդի մեջ և այսօր պիտի շատ տարածվի, որպեսզի իմանան այս բացառիկ արժեքի մասին։ Իդեպ ասեմ, որ այսօր մշակույթի նախարարությունը հովանավորել է, որ իհարկե քիչ չափով, որ ֆիլմ հանվի, այս երգերը երգեն, կարճ մի 20 րոպեանոց, և հիմա գնում է ձայնագրությունների շարքը, կոմպոզիտորների միության ձայնագրության ստուդիայում, ակունք ազգագրական խումբը ձայնագրում է այս երգերը, որպեսզի այս բոլոր երգերը ձայնագրված մնան։ Այսքան այսօր, շնորհակալություն, մինչև նոր հանդիպում։ Բաժանորդագրվեք ազգային ժողովրդավարական բևեռի YouTube-յան ալիքին։